Պարոն Սաղաթելյան, ներողություն, ազգային ժողովի նախագահ հանրայինի եթերում հոկտեմբերի 27-ի հետ է համեմատում այս գործողությունները, ձեր տեսակետը սրա հետ կապ։ Պատրաստից հարցազրույց ես ուզում։ Դե տղան շարունակ տենց հիվանդագին մտքեր է արտահայտում, էլի ես ասել եմ հոկտեմբերի 27-ի շահառուն իրենք են։ 25 տարի խոսում են, վերջի 7 տարին էլ իշխանություն են։ Ինչ չեմ բացայտ։ Երկու պատճառ կա, կամ փնտրե դուրս են եկել իրանց տերերի հետքի վրա, կամ էլ հասկացել եմ, որ ոչի բան չկա, իսկ առնվազն մեր հետ դա չէր կարող որևէ կերպ առնչություն ունենալ։ Բայց տեսնում սրանց հիստերիկան չես իմանում, ասում ծիծաղես, թե ինչ անես, էլի այդ ամբողջ թեմով քիչ առաջ էլ պաշտպանության նախարարն ա գրառումով հանդես եկել, ասենք ամոթ է արա, իրոք ամոթ է, էլի։ Մենակ Պապիկյանից չէիք սպասում, ու մնացածից սպասում եք։ Չէ, գիտեք ինչ, ասենք շատ ամոթ է, էլի թուրքը ջերմուկում է։ Մեծ բանակիդ վիճակ կնայի, ասենք դու Նիկոլի պաշտպանության նախարարն ես, թե Հայաստանի Հանրապետությանի, ինչ խոսեմ, ինչ ասեմ, ինչ մեկնաբանեմ, հիստերիկ են դրանք։ Շոկային էր ձեր համար այսօրվա ձերբակալությունը, թե սպասել էր։ Չէ, սրանք այդ մասին ասել էի, որ սրանք հող են նախապատրաստում։ Սրանք արդեն գիտեք, ինչ ես ընթացքում սովորել ենք, էլի, ասենք սպիկերներ ունեն, որ ասենց հաչում են, հաջորդ քայլը պարզ է, արդեն ինչ։ Հեղաշրջման պլանից արդեն Civic-ի։ Բայց տեսեք, գնալը որակը չի բարձրանում, ավելի վատանում է, միջայլոց էլ ասեմ, շատ փնթի են աշխատում։ Նկատի 2024 թիվը։ Ինձ թվում էր, բանը, այս մի գործը գոնե նորմալ, որտեղ այդտեղ լավ կպնում են, էլի գործը, այս մի գործը նորմալ կա, ստել եմ փնթի, ասենք թուղթ են հրապարակում պլան, հետո պարզում է դա անցած տարվա էր, սրանց ձայնագրությունները, վիճակը, ինչ ասեմ, ասենք, այս են սրանք իմ համար ոչ մի բան վաղուց զարմանալի չի, թող զարմանան նրանք, ովքեր 5 տարի առաջ ասում էինք ինչա պատահելու մեր երկրի հետ, ձեր հետ, եթե դուրս չգաք, եւ այլ, թող նրանք զարմանան, իմ համար ոչ մի զարմանալու բան այլևս չկա։ Civic-ից ասում են, որ ընդդիմադիր շարքերից են իրենց տրամադրել այդ ինֆորմացիաները, հավատում եք դրան։ Այդ Վահագն Ալեքսանյանը երբ հանդիմություն դառավ։ Մեղք են, իրոք մեղք են։ Եթե սուս կազմակերպված հարձակվեին Հայաստանի թշնամիների վրա, գուրդ Հայաստան այսօր ինչ չլներ էլ։ Տեսել եք պաշտպանության նախարարը մի անգամ մի թթու բառ ասի։ Ալիևին, Ադրբեջանին, նրանց ովքեր այսքան մարդ են սպանել մեր հայրենիքին են տիրացել։ Մի անգամ տեսել եք մի ԿՊ-ական, որևէ ադրբեջանցու, թուրքի, ովքեր ամեն օր սպառնում են մեզ, վերջի բառերն են ասում, երկու անգամ ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ։ Տեսել եք դրան մի բառ ասում։ Ձայնագրությունների հետ կապված ինչ կասեք, պարոն Սաղաթ։ Չի բան էլի ինչ ասեմ։ Սարկած է AI-ով է։ Միջալս փաստաբանը արդեն ծանոթանալով գործի ամբողջական մասին, քիչ առաջ շատ հետաքրքիր մեկնաբանություն տվեց, այսինքն մտածված է եւ մոնտաժված։ Իրաց ձեռագիրն է, էլի այդ։ Չկա տենց բան, մենք երբեք չենք ասել է գյուլել, 15 հոգու գցել բան։ Չենք թաքցրել, որ այո, պատրաստում ենք, կազմակերպում ենք մարդկանց, այո, մեր պայքարին նոր թափ հաղորդելու 1000 անգամ հրապարակային ասել ենք, այո, հանդիպում ենք մարդկանց հետ, խոսում ենք, բայց ինչ-որ գյուլել, չգիտեմ, այլ ասում են ժողովրդին, չգիտեմ ինչ եք ասել։ Ո՞վ է ասել, մեծ հարց էլի, ո՞վ է ասել։ Այդ զապիսի մեջ այդ ասողը ո՞վ է եղել։ Այդ գյուլելը, որ կպցնում եք Սրբազանին, Սրբազանը տես բան, ասում են, ամոթ է, բայց դու սրանք ամոթ չունեն վաղուց։ Եվ մի բան է, Սրբազանի տնից արգրավել են մի բուռ մեղ, արգրավել են ինչ-որ ճանապարհային երթևեկության նշան եւ պոլիփայտ ու ծխարցակիչներ։ Ինչ ահաբեկչական գործողություններ են արվում։ Որ գան բանը մեր տուն երեխեքի այդ խաղալիքների մեջից լիքը նման սառը զենքեր կգտնեին, տանային, ուրախանային իրենց քնչական ու վաղացով։ Լուրջ եմ ասում, այս ամեն ինչը զավեշտ է, էլի ծիծաղելու, ես ինչը մեկնաբանեմ, ասենք։ Լուրջ ցանկացած այս փողոցում այդ մտնեն այս բակ երեխեքը որ խաղում են խաղալիքներով կարան վերցնեն, ասեն ահաբեկչություն են անում։ Այստեղ մեկնաբանելու բան չկա, մեր հանրությունը թող իմանա, որ սրանք հիստերիկ
Ես մեզ սպանում են, մեզ սպան։ Ես իրանց մի առիթով ասել եմ, ձեզ ոչ մեկ պատերի տակ չի գյուլելու։ Դուք մեզ կենթանի եք պետք։ Նորից ասում եմ, իրանց ոչ մեկ չի գյուլելու, թող հանգիստ լինեն։ Իրանք մեզ պետք են կենթանի, ողջ առողջ, որ պատմեն այս դժբախտությունը, ողբերգությունը, ինչի բերեցին, ինչ ստացան սրա դիմաց։ Հանգիստ թողել են, իրանց ոչ մեկ չի գյուլելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ իրանց չգյուլեն։ Իրանք գիտեն, որ ամեն ինչ արել են դրան արժանի են, բայց բացառվում է դա։ Իրանք մեզ պետք են ողջ, առողջ, որպեսզի բան անեն, պատմեն այս ամեն ինչ։ Ամեն Հայաստանը ջունգլիներ չի էս։ Իրանք են ուզում ջունգլիների վերածեն մեր երկիրը։ Ասենց հանիրավի մարդկանց հետ բռնում, ասենց ապօրինություններ են անում, չէ, օրենքով, սահմանադրությունով, սիրուն պատմելու են ամեն ինչ ու բնականաբար պատժվելու են իրենց արածներին։